Ողջույն բարձրակարգ ու բարձրորակ հանգիստը նախընտրող հայեր ու ոչ միայն հայեր։ Մենք շարունակում ենք գտնվել Շարմ էլ-Շեյխում եւ շարունակում ենք բացահայտել Sunrise հյուրանոցների ցանցը եւ այս անգամ կծանոթանանք Մերակի Resort հյուրանոցի հետ։ Մեքենայով օդանավականից հյուրանոց ընկած հեռավորությունը 8 կիլոմետր է, իսկ տևողությունը 11 րոպե։ 5 աստղանի այս հյուրանոցը գտնվում է առաջին գծում Sharks Bay ծոցում, որն ինչպես գիտեք պաշտպանված է քամիներից։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի հետաքրքիր ու գեղեցիկ կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Sunrise հյուրանոցային ցանցին պատկանող Մերակի Resort հյուրանոցին արդեն ծանոթ եք Հուրգադայի մեր տեղեկատվական վլոգից եւ գիտեք, որ Մերակի կոնցեպցիան նախատեսված է 16 տարին լրացած անձանց համար։ Մերակի Charm Resort-ը գտնվում է Sunrise White Hills հյուրանոցի եւ Thal Avenue պողոտայի հարևանությամբ։ Այն նույնպես կառուցված է գեղեցիկ ֆուտուրիստական ոճով, որտեղ գերակշռում է սպիտակ գույնը։ Կենտրոնական մուտքից մտնելով ներս առաջին իսկ վայրկյաններից մենք տեսնում ենք տվյալ հյուրանոցի ինքնատիպությունը՝ իր գեղեցիկ ընդունարանով, որի աջ մասում գտնվում է գրանցման հատվածը, իսկ ձախ մասում սպասասրահ եւ լոբի բարը։ Սպասասրահում հյուրասիրում են փրփրուն գինի, թարմ քամացյութեր, քաղցրավենիք եւ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելուց հետո հյուրերին ուղեկցում են դեպի համարներ։ Հյուրանոցն ունի 3 լողավազան, որոնք ըստ եղանակային պայմանների տաքացվում են նոյեմբերից ապրիլ ընկած հատվածում։ Լողավազանները գտնվում են հյուրանոցի պասիվ եւ ակտիվ հատվածներում, կառավարված են հարմարավետ տապչաններով եւ հովանոցներով։ Ունեն բարեր, որտեղ անվճար մատուցում են զովացի ճմփելիքներ, եգիպտական պրեմիում ալկոհոլ, ինչպես նաեւ արտասահմանյան ալկոհոլ։ Նաեւ ցերեկվա ժամերին լողավազանների մոտ գործում է սնեք բար, որտեղ մատուցում են բուրգերներ, աղցաններ, սենդվիչներ։ Այժմ ցույց տամ ձեզ այստեղի համարները, իսկ առաջին համարը, որը ցույց կտամ, դա ստանդարտ համար է, անցնենք ներս, տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից ձախ լոգարանն է, ջերմակ, սպիտակ, մաքուր, ինչը որ շատ կարևոր է, խնամքի պարագաները, այստեղ կա բնականաբար ատամի մածուկ, խոզանակ, ածելի սափրվելու համար նախատեսված գետ, գլխի բախին, խարտոց, ականջի չոք, մի խոսքով ամեն ինչ։ Խոշորացնող հայլին, ֆենը, լոգախցիկը,
տրոպիկական ցնցուղը, սովորական ցնցուղը, լոգանքի համար նախատեսված խնամքի միջոցները, սրբիչները, լոգանի դիմաց գտնվում է իրերը դնելու հատվածը, կախված են խալաթները, կան կախիչներ, որտեղից կարող եք կախել ձեր հագուստները, հողաթափեր, հայերենով ասած ռաժոկները, թելասեղ, կոշիկի շոր, կշերք, լոգանի դիմաց է գտնում նաև սեյֆը, հավելյալ բարձը, ծածկոցը, դարակները, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, այստեղ king size մահճակալն է, սոֆան, այստեղ գտնվում է մինի բարը, լի զովացի ճմպելիքներով, հյութ, գարե ջուր, ջուր սովորական, թեյ սուրճի հատվածը, մինի բարը կողքին TV հատվածն է, չորանոցը և դուրս գանք պատշգամբ, պատշգամբում կա սեղան իրաթորներով և տեսարան դեպի լող ավազանը և կարմիր ծովը։ Ցույց տամ ձեզ ևս մեկ ստանդարտ համար, որը գտնվում է դիմացի մասնաշենքում։ Եվ այսպես մենք ներսում ենք, ինչպես ասում են, եւ մուտքից ձախ պահարանն է, որտեղ կա հավելյալ բարդ ծածկոց, սեյֆը, դարակները, պահարանի կողքին են գտնվում խալաթները, ինչպես նաև հագուստները կախելու հատվածը կախիչներով, այստեղ թել, ասեղ, հողաթափերը, կշերքը, մուտքից աջ լոգարանն է, ակուր, լուսավոր, գեղեցիկ, լոգախցիկը տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, սրբիչները, զուգարանը, լոգարանից դուրս աջ կողմում մեծ հայելին է, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, king size մահճակալով, մեծ հայելին և հյուրերի գալու հետ մեկտեղ, այստեղ բերում են հյուրասիրություն, քաղցրավենիքի մրգերի տեսքով, մինի բարը, թեյի սուրճի հատվածը, սառնարանը, որտեղ կան զովացի ճմպելիքներ, այստեղ դարակներ, չորանոցը, TV-ն, բազմոցը, որը հապուկ ու հարմարավետ է, դուրս գանք պատշգամբ, պատշգամբում կա 2 աթոռ և 1 սեղան և տեսարան դեպի լող ավազանը և կարմիր ծովը։
Այժմ ձեզ ցույց կտամ այստեղի սուիթ համարը, որ ունի անչափ հետաքրքիր կառուցվածք։ Կանցնենք ներս, ցույց տամ ձեզ այն ներսից։ Մենք ներսում ենք եւ հենց մուտքի առջև հայելին է։ Նրանից ձախ նույնպես կան հայելիներ։ Անցնենք ձախ, ցույց տամ ձեզ լվացարանները, որոնք երկուսն են։ Նրանց կողքին կա խնամքի համար նախատեսված պարագաները, դե արդեն գիտեք, ատամի մածուկ, խոզանակ, ածելի, սափրվելու համար նախատեսված գել և մնացածը։ Նրանց կողքին է գտնում լոգա խցիկը, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, զուգարանը, այս հատվածում տեղադրված է վաննան իր հարմարանքներով, խալատները, կշեռքը, հողաթափերը և մնացածը։ Անցնենք առաջ, հյուրասենյակի այս հատվածը մեծ անկյունային բազմոցով, TV հատվածը, TV կողքին գտնվում է մինի բարը, հարթուկը, որը մինի բարի հետ կապ չունի, սառնարանը, զովացուցիչ ըմպելիքներով, թե սուրճը, այստեղ կա սուրճ պատրաստելու սարք, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, king size մահճակալով, մոծակա սպանիչը, լուսավոր, ջերմակ, այստեղ հայելի, աթոռ և այստեղի տերասան, որտեղ կա առանձին լողավազան, իր տապչաններով, բարձրորակ և սեղան աթոռով։ Այստեղից նույնպես բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը։ Չգիտեմ տեսախցիկը ձեզ այս գեղեցկությունը փոխանցում է թե չէ, բայց ասեմ, որ անչափ գեղեցիկ է։ Հաջորդ սուիթ համարը ձեզ ցույց տամ, որը ջակուզիով է, այն հենց այդպես էլ կոչվում է ջակուզի սուիթ։ Անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Մենք ներսում ենք արդեն եւ հենց մուտքի մոտ անկյունային հատվածում մեծ բազմոցն է։ Ձախ հատվածում իսկ մուտքից դեպի աջ լվացվելու հատվածն է, երկու լվացարանով, ինչպես գիտեք արդեն խնամքի կոսմետիկ միջոցներով, ֆենը, խոշորացնող հայելին, սրբիչները, նրանց դիմաց գտնվում է զուգարանը, զուգարանի կողքին լոգա խցիկը, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներով, ամեն ինչ մաքուր, սպիտակ և լուսավոր։ Անցնենք առաջ, անկյունային բազմոցի կողքին գտնվում է կշեռքը, հողաթափերը, թել, ասեղ, կոշիկի շոր, հարթուկը իր սեղանով, խալատները, կախիչները զգեստները կախելու համար, ներքևում գտնվում է սեյֆը, ավելի բարձր ծածկոցը, նրա կողքին գտնվում է մինի բարը, լիզովացուցիչ ըմպելիքներով, թեյ, սուրճ պատրաստելու սարքը,
Անցնենք առաջ, նրանց ետևում գտնվում է ննջելու հատվածը king size մահճակալով, TV հատվածը, այստեղ նաև չորանոց, դուրս գանք պատշգամբ, որը բավականին մեծ է։ Պատշգամբից երևում է կարմիր ծովը, լողափը, այստեղ կա սեղան իր աթոռներով եւ բարձրանանք վերև, ցույց տամ ձեզ ջակուզին։ Վերևի հարկում, ինչպես ասացի, գտնվում է ջակուզին։ Իր տապչաններով, հովանոցով եւ այստեղից նույնպես բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի կարմիր ծովը։ Ուղղակի մնում է գալ եւ վայելել այս ամենը։ Հիշեցնեմ, որ մեռակի կոնցեպցիան նախատեսված է մեծահասակների համար։ Եվ եւս մեկ սույթ համար, որ նույնպես ունի լող ավազան, անցնենք ներս, ցույց տամ ձեզ այն ներսից։ Եվ այսպես մենք ներսում ենք, մուտքից ձախ, այստեղ խալատներն են, կախիչները, դարակները, աջ հատվածում զուգարանն է, սպիտակ, մաքրամաքուր, իր բոլոր հարմարանքներով։ Նրա հարևանությամբ գտնվում է լոգա խցիկը, մեծ տարողունակ, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, սրբիչները բնականաբար, կոսմետիկ միջոցները։ Լոգա խցիկի կողքին գտնվում են լվացարանները, որոնք երկուսն են։ Վենը խոշորացնող հայլին, լվացարանների դիմաց գտնվում են հայլիները ավելի ճիշտ, շպարվելու համար նախատեսված հատվածը, իր աթոռով, սեղանիկով, դարակներով, նրա կողքին գտնվում է դարձյալ զգեստները կախելու հատվածը, հարթուկ իր սեղանով, այստեղ նույնպես կան դարակներ, ավելյալ բարձր ծածկոցը, նրա կողքին գտնվում է մինի բարը իր թեյի սուրճի հատվածով, սառնարանը, զովացի ճմպելիքներով, TV-ին, այստեղ անկյունային բազմոցն է, նրա հարևանությամբ արդեն գտնվում է ննջելու հատվածը, king size մահճակալով, խելացի տուն համակարգով, այստեղ կա վաննա, իր հարմարանքներով, չորանոցը եւ դուրս գանք տերասա, ցույց տամ ձեզ լող ավազանը, մեծ գեղեցիկ իր տապչաններով, այստեղ կա բազմոց բազկաթոռներով, այստեղ կա նաև սեղան 4 աթոռով եւ բնականաբար այստեղից նույնպես բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կարմիր ծովը։
Այժմ տեղափոխվենք Լողապ եւ ծանոթանանք նրա կառուցվածքի հետ։ Լողապն ունի կասկադային կառուցվածք, որի հարկերում տեղակայված են անվճար կաբանաներ, իսկ ներքևի մասում ծովին ավելի մոտ արդեն հիմնական հատվածն է եւ գտնվում է Sunrise White Hills հյուրանոցի Լողապի հարևանությամբ։ Լողապը պատված է դեղին փափուկ ավազով, ունի հարմարավետ տապչաններ եւ հովանոցներ։ Ափը պատված է կորալներով, այդ իսկ պատճառով դեպի ծով մուտքը պանտոնից է, որի երկարությունը 50 մետր է։ Լողապում է գտնվում Carpe Diem բարը, որտեղ նույնպես մատուցում են եգիպտական պրեմիում ալկոհոլ, զովացուցիչ հյութեր, կոկտեյլներ, սառը սուրճեր, նաև ցերեկվա ժամերին 1-ից մինչև 5-ը գործում է սնեք բար։ Այժմ ծանոթանանք այստեղի մարզասրահի եւ սպա սրահի հետ։ Մարզասրահը անվճար է, հագեցած ու կահավորված ժամանակակից սարքավորումներով, ինչը էլ ավելի էֆեկտիվ կդարձնի ձեր մարզումները։ Այն ունի նաեւ բացօթյա հատված։ Իսկ սպա սրահի ծառայությունները վճարովի են։ Այստեղ կա սաունա, շոկեբաղնիկ, հիդրոմերսող վաննաներ, մերսման առանձին սրահներ, ինչպես նաեւ գեղեցկության սրահ։ Այժմ ծանոթանանք այստեղի մատուցվող սնունդի հետ։ Ասեմ, որ Sunrise մեռակի ռեզորտում չկա հիմնական ռեստորան։ Կան 8 վճարովի եւ անվճար ալակարտ ռեստորաններ, որոնք կոչտված են տարբեր երկրների խոհանոցային համերով։ Ռեստորանները ամրագրում եք նախապես հավելվածի միջոցով, որը ձեզ կտրամադրեն ընդունարանի աշխատակիցները հյուրանոց մուտք գործելու առաջ իսկ օրվանից։ Ինչպես նաեւ կտան ձեզ անհրաժեշտ ինֆորմացիա վճարովի եւ անվճար ռեստորանների մասին, որից հետո կատարելով ձեր ամրագրումը ձեր նախընտրած ռեստորանում կարող եք վայելել ձեր նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը։ Երեկոները մեռակի ռեզորտում անցնում են շատ ակտիվ մթնոլորտում արտասահմանից հրավիրված դիջեյների եւ արտիստների մասնակցությամբ։ Շոու ծրագրերը տեղի են ունենում ինչպես հյուրանոցի տարածքում, այնպես էլ հարևանությամբ գտնվող Թալ Ավենյու պողոտայում, որի հետ դուք արդեն ծանոթ եք Sunrise White Hills հյուրանոցի ինֆովլոգից։